Շնորհակալություն, պարոն վարչապետ, խնդրում եմ մանրամասներ ներկայացնել խաղաղության պայմանագրի շուրջ տարվող աշխատանքների վերաբերյալ, նաև բանակցությունները հիմա ինչ փուլում են գտնվում, ինչ մակարդակի վրա են։ Տեսեք, տարբեր ժամկետներ են շրջանառում, այդ թվում նաև ադրբեջանական լրատվամիջոցներում, թե հնարավոր է խաղաղության պայմանագրի բուն ստորագրումը, վերջնական ստորագրումը տեղի ունենա ապրիլ-մայիս ամիսին։ Եվ Հայաստանում էլ անգամ ձեր ընդդիմախոսները, ընդդիմադիր ներկայացուցիչները նշում են, թե եթե այդպես լինի, ապա դա լինելու է իշխանության հերթական նախընտրական PR ակցիա։ Խնդրում եմ սրա հետ կապված մանրամասներ մի փոքր ներկայացնել։ Գիտեք ինչ, եթե դուք ինձ 2025 թվականի հուլիսի 20-ին հարցրեիք, երբ Ադրբեջանի հետ նախաստորագրվելու խաղաղության համաձայնագիրը, ես չէի ունենա այդ հարցի պատասխանը, որովհետև ամենօրյա աշխատանք է տեղի ունենում եւ ամենօրյա աշխատանքը չեմ կարող ասել ինչքան կտևի։ Այո, իհարկե հնարավոր չի, բայց էլի հիմա բանակցությունները, դե գիտեք, հիմա ես նախկինում էլ ասել եմ, առիթ ունեցել եմ ասելու, որ կարծես թե տնտեսական օրակարգը վազանցում է քաղաքական օրակարգին, ինչը լավ է, որովհետև քաղաքական օրակարգերը նրա համար են, որ սպասարկեն տնտեսական օրակարգը եւ օգոստոսի 8-ի իրադարձությունները բավարար դաշտ են բացել տնտեսական գործակցության համար եւ ուրախ եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ այսինքն առևտրաշրջանառություն է ձևավորվում, հույս ունենամ հնարավորինս շուտ նաև ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ կներմուծենք, այլև Հայաստանից ապրանքներ կարտահանվեն Ադրբեջան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար